Արտաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնել է նրա փաստաբանը։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։ Հայտնի գործարարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ շարունակում են հայտարարություններով հանդես գալ քաղաքական, հասարակական կառույցներ եւ մի շարք գործիչներ։ ՏԻԱՐ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է, նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ հայոց եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից, հայտարարում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի եւ անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ եւ առաջ մեր երկրի համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքերով իբր իրավական այս ցուցադրական միջոցառումները բացահայտ քաղաքական հետապնդում են։ Դատապարտում եմ նման վարքագիծը եւ պահանջում, որպեսզի իշխանություններն ու իրավապահ մարմինները դադարեցնեն սահմանադրական լիազորությունների ոտնահարումը եւ չգործեն իրավական դաշտից դուրս, գրել է Մարուքյանը հավելելով. «Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե սա Կալուգայի Նիժնի Տապռնի գեղը չի, լավ կլինի չմոռանա, որ ինքն էլ Մուամմար ալ-Քադաֆին չէ»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը 168-ի հետ զրույցում Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը որակել է իբրև քաղաքական։ ԱԱԾ նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին չի զարմացնում այն ամենը, ինչ այսօր անում է իշխանությունը գործարար բարերար Սամվել Կարապետյանի հետ։ Ամեն անգամ մենք մտածում ենք, որ ավելի վատ բան, ավելի ցածր արարք չեն կարող անել, բայց հասկանում ենք, որ իրենք կարող են միշտ անել այնպես, որ միշտ զարմանանք, նշել է Վանեցյանը։ Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը Շողերինա Մկրտչյանը հավանել է Սամվել Կարապետյանի զավակների ինստագրամյան հրապարակումը, որում նրանք իրենց մտերիմներին եւ աջակիցներին կոչ են անում հավաքվել Ավան եւ նոր վարչական շրջաների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի մոտ, ցույց տալու, որ Կարապետյանը մենակ չէ։